2025 թվականի 7 փետրվարի 11 մեր հավաքանու հերթական նստաշրջանը համարում եմ բացված։ Նիստի ներկային համայնքի հավաքանի 27 անդամներից 25-ը քվորումը ապահովված է, նիստը իրավազոր է։ Ուրեմն առաջին անգամ կենդանի կատարման այսօր հնչում է Հայաստանի Հանրապետության հիմը, հնչելուց հետո Ընթերցում եմ օրակարգում ընդգրկված հարցերը ըստ երթականության օրակարգի ընդգրկված հարցերը բաղկացած է 18 հարցից։ Առաջին. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի զեկուցումը 2024 թվականի բյուջեի տարեկան կատարողական քանակների հետ հաստատելու մասին։ Երկրորդ. Վարդենիսի համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։ Երրորդ. Վարդենիս համայնքի ԱԳ-01-07-2024 թվականի հունվարին հաշվեկշիռը հաստատելու մասին։ Չորրորդ. Վարդենիս համայնքի հավաքանում նիստերի դահլիճը կառավարելու և որակյալ ու պատշաճ հեռարձակում ապահովելու նպատակով բյուջեից գումար հատկացնելու մասին։ Հինգերորդ. Համահայկական ձմռային երկրորդ խաղերին Վարդենիս համայնքի պատվիրակության և մարզիկների մասնակցություն ապահովելու նպատակով գումար տրամադրելու մասին։ Վեցերորդ. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 8 բնակավայրի SS ծածկագրով պատասխանային անհայտ անշարժ գույքերը Վարդենիս համայնքի սեփականություն ճանաչելու մասին։ 7-րդ. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի սեփականություն հանդիսացող 05-01-01-67 պատասխանային ծածկագրով 0.003 հեկտար որմաս Հայաստանի Հանրապետության իդեմս ջրային կոմիտեին նվիրատվություն տալու մասին։ 8-րդ. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին նվիրաբերվող Վարդենիս համայնքի լճական բնակավայրի SS կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նվիրաբերություն ընդունելու մասին։ 9-րդ. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը հաջորդ վաճառքի միջոցով օգտվելու թույլատվություն տալու մասին։ 10-րդ. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսկերը մրցութային կարգով վարձակալություն տրամադրելու և երկրագային գին սահմանելու մասին։ 11-րդ. Վարդենիս համայնքի ակումբ բնակավայրի եկեղեցում գիծ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համաձայնություն տալու մասին։ 12-րդ. Վարդենիս համայնքի Խաչակույր բնակավայրի բնակիչ Պահարավնով Խաչատրյանին պատկանող 621-053 մակնիչի SS պետ համարնեշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապարքը օրենքով համամասնակցող մասնակից զիջելու մասին։ 13-րդ. Վարդենիս համայնքի Գեղամավակ բնակավայրի բնակիչ Վաղինակ Անդրեյանին պատկանող
SS Մագնիշի, SS պետհամարինչի և Opel Vectra Մագնիշի, SS պետհամարինչի ավտոմեքենաների գույքակի կուտակապապարտ օրենքով համասկարգով մասնակի զիջելու մասին, 14-րդ Վարդենիս համայնքի գեղամավակ բնակավերի բնակիչ Այլա Հակոբյանին պատկանող Volkswagen Touareg Մագնիշի, SS պետհամարինչի գույքակի կուտակված ապարքը օրենքով համասկարգով մասնակի զիջելու մասին, 15-րդ Վարդենիս համայնքի ակումբ բնակավերի բնակիչ Արցախ Հակոբյանին պատկանող SS պետհամարինչի, SS Մագնիշի ավտոմեքենայի գույքակի կուտակված ապարքը օրենքով համասկարգով մասնակի զիջելու մասին, 16-րդ Վարդենիս համայնքի ծովակ բնակավերի բնակիչ Հրապարակ Վարդանյանին պատկանող անշարժույթի գույքակի մասով կուտակված ապարքը օրենքով համասկարգով մասնակի զիջելու մասին, 17-րդ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Տորինա Հովսեփյանին պատկանող SS պետհամարինչի ավտոմեքենայի գույքակի կուտակված ապարքը օրենքով համասկարգով մասնակի զիջելու մասին, 18-րդ Վարդենիս համայնքի ավականու 14 նոյեմբերի 2024 թվականի համայնքային շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու մասին համար 168 ավ որոշման մեջ փոփոխություններ և գրանցում կատարելու մասին։ Առաջարկում եմ հաստատել, որ ակարգը բաղկացած 18 հարկից, եթե առարկություններ չկան, քվեարկություն հարգելի ավականներ։ Ովքեր են կողմ։ 23 կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի առաջին հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի զեկուցումը 2024 թվականի բյուջեում տարեկան պատրվականը քննարկելու և հաստատելու մասին։ Հարգելի ավականներ, Վարդենիս համայնքի 2024 թվականի բյուջեում նախատեսված 6 միլիարդ 29 միլիոն 183 հազար 900 դրամ եկամուտների պլանի դիմաց հաստատի կատարել է 4 միլիարդ 387 միլիոն 664 հազար 200 դրամ։ Բյուջեն կատարել է 72.8%-ով։ Վարչական բյուջեն 2024 թվականի տարեկան պլանը կազմում է 2 միլիարդ 703 միլիոն 40 հազար 700 դրամ, հաստատի կատարել է 2 միլիարդ 770 միլիոն 703 հազար 600 դրամ, այսինքն տոկոսային հարաբերությամբ 102.9%-ով։ Սեփական ամրացված եկամուտները 2024 թվականի տարեկան պլանը կազմում է 529 միլիոն 518 հազար 600 դրամ, որի դիմաց հաստատի կատարվել է 607 միլիոն 835 հազար 500 դրամ, այսինքն տոկոսային հարաբերությամբ 114.8%-ով։ Վարդենիս համայնքի 2024 թվականի ընդհանուր բյուջեի տարեկան ծախսերը պլանավորվել է 6 միլիարդ 171 միլիոն 384 հազար 800 դրամ, հաստատի ծախսվել է 3 միլիարդ 777 միլիոն 118 հազար 900 դրամ, առավել մանրամասն դեզիգներացի ֆինանսական բաժնի պետ Սեյնան Էգիլյանը։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Ինչպես պարոն Խաչատրյանն է ներկայացրեց Վարդենիս համայնքի 24 թվականի բյուջեում եկամուտները նախատեսված են 6 միլիարդ 29 միլիոն 183 հազար դրամ, եկամուտների պլանի դիմաց հաստատի կատարվել է 4 միլիարդ 367 664 դրամ, կամ բյուջեն կատարվել է 79%-ով։ Եկամուտներից հիմնականում թերակատարվել են այդ բյուջեից կապիտալ ծախսերի համար նախատեսված սուբվենցիոն մուտքերը, կապարելու որոշ շինարարների կողմից կատարված աշխատանքների ավարտական ակտերը փաստացիորեններով չներկայացնելու պատճառով գումարներ չեն հրապարակվել։ Սուբվենցիոն կապիտալ ծախսերի համար նախատեսված 3 միլիարդ 276 միլիոն 143 հազար դրամի դիմաց փաստացի ֆինանսավորվել է 1 միլիարդ 606 միլիոն 717 հազար դրամ։ Հրակատարվել է այնքան, որ վերևում նշեցի ընդհանուր է։ Վարչական բյուջեի 2024 թվականի տարեկան պլանը կազմում է 2 միլիարդ 703 միլիոն 47 հազար դրամ, փաստացի կատարվել է 2 միլիարդ 780 հազար 102%։ Սեփական ամրացված եկամուտների 2024 թվականի տարեկան պլանը կազմում է 529 միլիոն 518 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարվել է 6 միլիարդ 607 միլիոն 835 հազար դրամ, կամ 104%։
Սեփական ամրացված եկամուտներից հիմնականում թերակատարվել է անշարժ գույքահարկը, որը կատարվել 97.434.600 դրամի դիմաց կատարողական 89.201.000 վարձակալության վճարները, որը կատարվել 98.9%-ով, պլանը 170.166.000 դրամ, կատարողական 166.675.000 դրամ և աղբանության վճարները 57%-ով, պլանը 28.165.400 դիմաց կատարվել է 16.064.700 դրամ։ Ծախսային մասը Վարդենիսի համայնքի 24 թվականի ընդհանուր բյուջեի տարեկան ծախսերը պլանավորվել է 6.181.384.000 դրամ, հաստատի ծախսվել է 3.177.118.000 դրամ, իսկ վարչական բյուջեի տարեկան ծախսերը 2.703.740.000 պլանի դիմաց հաստատի ծախսը կազմել է 2.142.964.100 դրամ։ Ծախսերի տեսակարար կշռում հիմնական շարունակական ծախսեր են, ապարատի օակների և բյուջետային հիմնարկների պահպանման ծախսեր են։ Ապարատի պահպանման ծախսերը 1.626.761.600 դրամի դիմաց փաստացի կատարվել է 1.56.219.000 դրամ։ Հիմնականում տնտեսվել են աշխատավարձի հոդվածով 13.433.800 դրամ, պարգևավճարներից 16.582.000 դրամ, էներգետիկ ծախսերից 4.309.000 դրամ, արտասահմանյան գործողություններից 1 միլիոն դրամ, ներկայացական ծախսերից 1.579.800 դրամ, գրասենյակային ծախսերից 1.608.400 դրամ, շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման ծախսերից 112.561.600 դրամ, ինչպես նաև սուբվենցիոն ծախսերի գծով 453.021.900 դրամ։ Պաշտպանության ծախսերը պլանավորված 17.500.000 դիմաց ծախսվել է 17.432.500 դրամ բեռնակավայրերում ազդարար շչակների տեղադրման ծախսերն են։ Տնտեսական հարաբերությունում ծախսերի գծով նախատեսված 2.888.186.000 դրամի դիմաց հաստատի կատարվել է 1.442.949.500 դրամ, տնտեսական հարաբերության ծախսերում ընդգրկված են գյուղատնտեսության, կանոնացիան գարուփոխհատուցման և ոռոգման հրատարակների կառուցման ծախսեր, որից չի ծախսվել 131.617.000 դրամ։ Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով նախատեսվել է 505 միլիոն դրամ, հաստատի ծախսվել է 412.129.000 դրամ։ Տնտեսվելու ջրագրիչների կառուցման և փողոցների լուսավորության ծախսերը։ Տնտեսումը հարաբերական հասկացություն է, քանի որ աշխատանքները կատարվել են, սակայն կատարված ակտերը և ավարտական ակտերը չեն ներկայացրել, որ դիմաց գումար չեն կարողացել վճարել, որը ներառվել են 25 թվականի բյուջեի մեջ նորից ծախսերը կատարելու համար։ Հանգստի, մշակույթի և կրոնի համար նախատեսվել է 100.680.000 դրամ, հաստատի կատարվել է 97.643.300 դրամ, տնտեսվել են էներգետիկ ծախսերը, հիմնականում հարևային կայանները տվյալների պատճառով էներգիա քիչ է ծախսվել։ Կրթության համար նախատեսվել է 866.291.800 դրամ, հաստատի ծախսը կատարվել է 431.321.800 դրամ։ Տնտեսումը հիմնականում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված մանկաբարձերի շենքերի մասնաճյուղերի կապնորոգման ծախսեր են, որոնք չեն կատարվել։ Սոցիալական ծախսերի համար նախատեսվել է 48.800.000 դրամ, հաստատի կատարվել է 12.448.000 դրամ։ Տնտեսական ծախսեր տարեվերջի մնացողը գերակատարումների և տնտեսման առջևում կազմել է 680.355.800 դրամ։ Հայրերի ավականներ, եթե առարկություն առանձնություններ չկան,
Քվեարկություն, ովքեր են կողմ։ Մի հատ Զարույան հաշվեն։ Մի հատ նորից, ովքեր են կողմ։ Հա։ Էլի սկսվավ։ 14 կողմ, դեմ քանի հատ։ Դեմ, ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ, Գրանցին, Զարույան։ Ամենայն դեպս մեր նախագիծը անցավ, շատ ողջունել է, որ այդքան ծրագրեր են կատարել, եւ այդքան ծրագրերի դիմաց այդքան գումար մնացել, որպեսզի 2024 թվականի բացելա 2025, այսինքն 2025 թվականին մենք բյուջեին ունեցել ենք 680 միլիոն դրամ, չէ՞։ 680 միլիոն 300 քանի հազար տնտեսական սումա, որին ողջունել է եւ մենք կծախսենք 2025 թվականից ունեցող ծրագրերի եւ հետագա մյուս գործողությունների համար։ Անցնենք օրակարգի երկրորդ հարցին։ Վարդենիսի համայնքի կապիտալային ենթակա կազմակերպությունների ամենամյա գույքադրման փաստաթղթերը հաստատելու մասին։ Սա վերաբերում է գույքագրման հանձնաժողովի կողմից ներկայացված գույքագրման արդյունքների հիման վրա, որ գույքագրում կատարվել է Վարդենիսի համայնքում եւ մնացած բոլոր ենթակառուցվածքներում։ Առաջարկում եմ հաստատել Վարդենիսի համայնքի կապիտալային եւ ենթակառուցություններ կան, խնդրեմ, եթե չէ, քվեարկություն։ Ովքեր են կողմ։ 22 կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնենք օրակարգի երրորդ հարցին։ Վարդենիսի համայնքի R0107-2024 թվականի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին։ Եթե առաջարկ հեռահաղորդակում ապահովելու նպատակով բյուջեից գումար հատկացնելու մասին։ Հարգելի ավականներ, Վարդենիսի համայնքի Հեղինակ Եթե հարցեր չկան, հարգելի ավականներ, ասան։ Հարցեր որտեղ շանրազարանի չկան, որ այդպես ավելի բարեփոխում արնելու ինչ որ հարմարություն արնելու մենքան միշտ անցկացնելու իմաստը չեմ հասկանում էլի համար որտեղի աշխատած պայմանն է յուրաքանչյուրի համար հարմարավետ հարցը տալիս եք, բայց բարեփոխ կա էլեմենտ չկա չէ, այս դեպքում կներեք ավարտել այս դեպքում դուք հեռարձակվող սարքին ավելի մոտիկ ձեր ձայները իրեն գործուղած մարդը հաջորդ ընտրության այդ մարդու նորից կգործում թե չէ այս պայմանները նախատեսված է նաև յուրաքանչյուր ավականուն ինքն արտահայտվելու եւ նաև ժողովրդի շահերը ներկայացնելու համար եւ բացի այդտեղ մենք պետք է վերջո նիստերի ձևաչափը պահպանենք, որտեղ մեր կողմից սահմանված կանոնակարգ ունենք, որտեղ սահմանվել են զեկուցողի մասին դրույթ եւ զեկուցման հերթականություն համազեկուցող հարցերի տրման որոշակի օրինաչափությունները, որոնք ապահովել համար տեխնիկական միջոցներ եւ տեխնիկական պայմաններ։ Այսինքն այս ամենը ոչ թե նրա համար որպեսզի մենք այստեղ մեզ լավ զգանք, ասենք լավ աշխատապայմաններում ենք աշխատում, այլ դրա համար է, որպեսզի կարողանանք օրենսդրությամբ նախատեսված այն մինիմալը, որ նախատեսված է ապահովել։ Հիմնական նպատակը սա է։ Էլեմենտի հարցին չպատասխանեցի, չանալու եմ, ասում էլեմենտները բավարար աշխատում է, թացնում է։
Դրա համար կոչակ սխում է աշխատում։ Մեն Չաշխատ։ Այ Դրանց զեն հանա դրան։ Ոնց աշխատա։ Ինչու՞ չէ աշխատում։ Ամեն ինչը չէ։ Դրա համար որպես նման խնդիրներ Դրանց բացի կոչակը դրես է քաշեցել։ Ես ընդհանրապես Նայ։ տեխնիկական որակետ սարքապ չունի։ Այնպես որ ավելի ուշադրություն։ Եթե ավելի ուշադրություն կան, բացի սրանից կոնտեն։ Անես չէ անդուր է հարցը։ Իրականում այս լույսը չէ երևում, հենց էջ որ կնոպյան հենց դա աշխատում։ Իրականում ծխում ես Դրա համար այդ Չէ, բոլոր անդուր չէ, էլի հարց, պարոն Շահնազարյան։ Ուղղակի 102 դրամից ախշի, դրա համար եմ հարցնում, էլի, ախշի 5 միլիոն ծախսել է դրա համար, թե չէ։ իրականում անհրաժեշտության մասին եթե ասում էի, ես վերին հողակի մասին է դա վերաբերում, իսկ հարցի բնույթը իրական անորոշ չէ եւ յուրաքանչյուր լումա, որ ծախսում է համայնքի բյուջեից, հավաքանիները պարտավոր են նաեւ իմանալ, թե ինչի համար է ծախսում եւ իմ ասած հիմնավորումներ կարծում եմ, որ առավել քան բարձր, որ նպատակը մեր բարվոք վիճակը չէ, նպատակը նա է, որպեսզի ազգաբնակչությունը դրանից օգտվի։ Որտեղ հիմա դեռ ձայնը լսել էի, իմ ձայնը կարող է առանց բարձրախոսի լսելի չլինի։ Ի վերջո պետք է ազգաբնակչությունը իմանա յուրաքանչյուրս ինչ ենք խոսում, ինչպես ենք մեզ արտահայտում, ինչպես ենք մեզ դրսևորում։ Վերջին հաշվով մենք մեր համար չենք եկել այստեղ, եկել ենք մարդկանց որոշակի խմբերի, որոշակի շերտերի կարծիքը հավաքելու դաշտում։ Ինչ բարձր։ Ուրիշ հարցեր եթե կան, Պարոն Նիկոլա։ Պարոն Շահնազարյան, ստեղ բանը ցանկը որ կարդում ենք, իրենք եթե հնարավոր է, այստեղ ավելացնենք այս մեր վերարկուները, որ ձգում եք այստեղ ամեն ինչ գույքային ցանկը շատ նորմալ է։ Արժի լավ, բայց գոնե հանդերձան կամ կախիչ ինչ-որ մի բան ավելացնենք, որ կարենան այս մեր վերարկուները կա։ Այս ամեն ինչ եթե դել ավելացնենք, շատ նորմալ է։ Եթե հնարավոր է։ Շատ բարի։ Պարոն Գրիգորյան, ուրեմն այս ցանկը, որ ձեզ ներկայացրել ենք, սա վերաբերում է ընդհանուր տեխնիկական միջոցներին, այսինքն ինչի մասին ես խոսում էի, թիմ օրենքին համապատասխանեցնելու միջոցներին, չեմ կարծում, որ կապիչի հարցը տեխնիկականի նշանակում, բայց եթե խնդիր կա կապիչի առումով, դա լրացուցիչ կարծում եմ, որ համայնքապետարանը նույնպես առանց այս տեխնիկական սարքավորման միջակայք է իրականացնել։ Բարի, բայց դեռ էլ հաճելի չի, չէ՞, տեխնիկականը շատ ընտիրելի, բայց մենք վերարկուներով ենք։ Դե հարցնելը համայնքապետարանը շատ մեծ գումար չի, ուժերով կարող է կարգավորել, որոնք ընդհանրապես տեխնիկական հետ ծառ չուներ եւ այս հարցով կարծում եմ, որ ցանկացած դեպքում երբ որ դիմեիք համայնքի ղեկավարին, ապայման այս հարցը կլուծել շատ կար ժամանակ։ Ուրիշ հարցեր։ Եթե հարցեր չկան, պարոն Շահնազարյանը մանրամաս ճիշտ ասած ներկայացրեց, դրանց ասել բան չտվեց, վերաբերում կախիչն է սավականին ժամանակի դիտումնանք ես խնդիր չէ, ինչ վերաբերում է մնացած գումարի հետ կապված աղականների սենյակը կահավորելու, պատրաստելու եւ այլն, մենք չենք այն բանը արել, որ ես ինչ ձևի պետք է կահավորեն ամենաթանկ ես ինչ ձևով, ոնց է այն մինիմալը, այս օրինակ ինչ է, ժողովուրդ, ես էի կասկածակ, ես աթորել չի եղել, որ ես եկել եմ, աթորել սիք չէ, աթորելը լեվիրատվությամբ են տվել վերամայքին չեմ են առել աթորը, բայց գոնե մինիմալ պետք է կահավորում, այսինքն սիմինալ դնել կահավորումիստի, եթե համաձայն չեք, ոչ մի կահավորումել չեն բանել, տենց առանձերել են աշխատել։ Մի խոսքով, ովքեր են կողմ։ Զարյան, քանի է։ Չեանից բաց
չէ ամենակ գողը։ 21 Այդպես չէ, Զիմոյան չէ։ Ճիշտ է։ Կողմեր մեր չեանը իր սկզբունքների խնդիր Ոչ, չէ, աշխարհում 21-ով դեմ ձեռնպա 1 ձեռնպա Անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին, հարգելի աղոթաններ Շնորհակալություն պարոն Շանազարյան 5-րդ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին Վարդենիս համայնքի պատվիրակության և մարզիկների մասնակցություն ապահովելու նպատակով գումար տրամադրելու մասին Հարգելի աղոթաններ, գիտեք որ ջերմուկ խաղում մասնակցել ձմեռային խաղերը և մեր մարզիկները նույնիսկ իրենց մասնակցությունը ունեցան այդ ձմեռային խաղերին և շախմատի տեսքով և մնացած գործողությունների տեսքով Ուստի 2025 թվականի փետրվարի 1-ից 7 ջերմուկ խաղում կայացած համահայկական ձմեռային խաղերի մասնակցություն ապահովելու նպատակով համայնքի բյուջեի պայսրային ֆոնդից թույլատրել տրամադրել ընդհանուր առմամբ 850,000 դրամ, որից 230,000 դրամը 10 որից 230,000-ը 10 շքերթային հագուստի հավաքածու ձեռք բերելու համար, 620,000 դրամը սննդի եղած ծախսերը փոխելու համար, համաձայն ըստ հաշիվ ապրանքների։ Ասեմ, որ քաղաքապետարանից գնացած, ով գնացել է մասնակցելու ձմեռային խաղերին իր մասնակցությունը ունեցեն, սննդի հետ կապված ուրիշի բանի չօգտվե, ընդհանրապես մի գիշեր հյուրանոցում կնե, իսկ մնացած սննդի հետ կապված ծախսերը սա մեր մարզիկների համար է։ Իսկ ընդհանուր ամբողջ գումարը կազմել է 850,000 դրամ։ Եթե հարցեր կան, Գումարի չափը մեր նախագծերի մեջ գրենք 850,000 այո։ Եթե առաջարկություններ չկան, հարգելի աղոթաններ, քվեարկություն, ովքեր են կողմ։ Ասեմ։ Մենք փետրվարի 24-ին նույնիսկ արտահայտվում ենք։ Փետրվարի 1-ին ելույթը չէ, իրավիճակում ձմեռային խաղերը կան։ Նախորդ արտահայտի ժամանակ մենք հնարավորություն չունեինք, որ նախապես հասկանայինք, ընդամենը հասկանալու տարբերակում, որ հասկային այսպես հնարավորություն չունենք։ Այդ մասով ասենք, որ մեր արտարքի երկրաշարժություն է գրացել պարոն Սոմոյան, արտարքի նիստում գրկված էր միայն բյուջեն և վարակից հարցեր։ Մենք այլ հարց չենք քննարկել, դա իրավասություն մեջ ունենք, այդ ժամանակի ընթացքում նաև հաշվի առնենք, որ մեր համար որոշակի արձակուրդային պատվաններ բացված և այդ արտարք նիստը գրկված է միայն բյուջետային առարկայությամբ և միայն բյուջետային հարցն են քննարկել, այլ հարց արտարքի նիստի մեջ չենք քննարկել։ Չէ, բացի դրանից, պարոն Շանազարյան, հրատապությունը պարոն կանանք արտահայտ պետք է նարկենք։ Ուղղակի ճշգրտումներ չկար, հագուստների հետ կապված, ծախսերի հետ կապված ճշգրտումներ չկար, որտեղ մենք ուրիշ ժամանակների նման դրա չենք նկարում նախագծերի մեջ։ Կա հստակ հաշիվ ապրանքագիր, կա հստակ ծախս, պարոն Սիմոնյան, դրա հետ կապված այդ իսկին ներկայացրեցինք հարցը։ Նաև Շահնազարյանը ասաց է, արտահայտի միշտ Շահնազարյան որպես խմբակցության ղեկավար դեմ ասած հարցեր դրանք, բայց նկարում պատճառ է։ Մենք միշտ հրավիրել ենք մի կոնկրետ օրակարգով բյուջե և բյուջեի առաքիչ հարցեր, արտահայտի ժամանակ այդ խնդիրները, դա խնդիր չի դրվել։
Նախնականություն բան չունեմ ասում, պարոն Շահնազարյան, բայց որոշակիորեն կառուցել ենք, մենք բյուջեի հարցը գնալուց հետո կարող ենք ես հրապարակության որոշակի անհրաժեշտություններ կարայինք բյուջեն հաստատելուց հետո սա խնդիրը չէ, ուղղակի ես ուզում եի հասկանալ, մենք այդ հնարավորությունը ունեինք, անեինք ու անցնենք առաջ, որ հարց ու պատասխան ժամանակ անորության մեջ Չունենք նաև պարոն Գոչյանի ասած պատճառաբանություն, որովհետև նախ պետք է որոշակի թվերի տիրապետենք նորավական նիստով անցկացնենք։ Հիմա ինչպես տեսակ ձեր օրակարգի նախագծերում թվի տեղը բաց էր թողնում։ Հետևաբար բոլոր ճշգրտումները անելուց հետո միայն թիվ գրվեց։ Հիմա հավական նիստի ժամանակ պարոն Խաչատրյանի կողմից թիվը իր բացվածքով հայտարարվեց և գրեցինք, որ մենք հաստատել ենք համար։ Շահնազարյանը ասեց, Մկրտչյանն ասեց, ինչ-որ կար դրա վերաբերյալ էր, այն որ պետք է այն ժամանակ հրապարակության խնդիր կար, որ պետք է դնեին, քանի որ բյուջեն էր իր բոլոր ձևերով, դրա համար մենք այդ բյուջեին այդ բանը չանդրադարձանք։ Որ չարերի հետ կապված, մենք այդ Մկրտչյանը ճիշտ ասեց դա, ոչ հյուրանոցը գիտեին որտեղ էր, ոչ շորերի գինը գիտեին ինչքան էր, որտեղ էր, դրա համար էլ հրապարակություն չենք համարել ու չենք դրել։ Այսօր էլ արդեն մնացել, այսօր պետք է հաստատենք, որպեսզի այդ գումարը։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն։ Ովքեր են կողմ։ 22 կողմ, դեմ, դեղանտակ չկա։ Անցնենք օրակարգի հաջորդ հարցին։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի քուց բնակավայրի SS կատաստրի ընթացքագրով անշարժ գույքերը Վարդենիս համայնքի սեփականություն ճանաչելու մասին։ Արգելի հավաքաններ, Վարդենիս համայնքի քուց բնակավայրում առկային 0.7 և 0.17 հեկտար համայնք հողամասեր։ Կատարվել է չափագրման աշխատանքներ, առաջարկում եմ տալ ձեր համաձայնությունը տվյալ հողատեսկերը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն։ Իմիջիալոց ասեմ, տվյալ հողատարածքները անում ենք որպես Վարդենիս համայնքի սեփականություն, որպեսզի բնակիչները կարողանան օգտվել 16 միլիոն բնակարանաշինության ծրագրից։ Եթե առաջարկություններ կան, խնդրեմ, եթե ոչ, քվեարկություն։ Ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, դեղանտակ չկա։ Անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին։ Գեղարքունիքի մարզի ներողություն կուզեք մի 15 րոպե ընդվիճում տամ, հետո նորից սկսենք։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի սեփականություն հանդիսացող SS կատաստրային ծածկագրով 0.003 հեկտար հողամասը Հայաստանի Հանրապետության իդեմս ջրային կոմիտեին նվիրատվություն տալու մասին։ Խոսքս ինչի մասին է, արդեն գիտեք, անցած հավաքական նիստին մենք այս հարցերին տեսանրդարձել ենք, ուստի առաջարկում եմ տալ ձեր համաձայնությունը Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի սեփականություն հանդիսացող քաղաք Վարդենիս Արզոյան փողոց 16 գրոպեկ վասցերի 0.003 հեկտար հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետության իդեմս ջրային կոմիտեին պոմպակայան կառուցելու նպատակով, գիտեք, այդ ավակնորդի կողքի դրամունքների սոդա հողամասն է, որ տրիտանք ջրային կոմիտեին։ Եթե առաջարկությունները կան խնդրեմ, եթե ոչ, քվեարկություն։ Ովքեր են կողմ։ Ներողություն, ջրային կոմիտեին մանրամասների հնարավորություն կա, մանրամասերից ուղղակի ուղիղ առաջում են, ես մասին մի կան հասկանալի բաներ կա, եթե հնարավորություն բաներ մանրամասերից։ Ուրեմն սկզբից դրոցի տարածքը հիմա հետո մենք այդ պոմպակայան պետք է դրվել, քանի որ ջրային կոմիտեն պետք է իր տարածք ունենա, որ այդ տարածքի վրա պոմպակայան դրել, իրանք ուժերով են գնում։ Հենց այդ պոմպակայան դրելու համար էլ մենք նվիրատվություն ենք անում ջրային կոմիտեին, որպեսզի իր պոմպակայանը բերի տեղադրի այդ հատվածի վրա։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, դեղանտակ չկա։ Անցնում ենք օրակարգի 8-րդ հարցին, այս արդեն կեսն եղավ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին նվիրաբերվող Վարդենիս համայնքի լճական բնակավայրի
SS կատաստրային ծածկագրով անշարժ գույքին նվիրաբերություն ընդունելու մասին։ Հարգելի ավականներ, առաջարկում եմ ընդունել Ղազարոս Պարքևի Սաֆարյանին, Եթեր Միասնիկի Սաֆարյանին, Արտյոմ Ղազարոսի Սաֆարյանին, Հայկանուշ Ղազարոսի Սաֆարյանին և Պարքև Ղազարոսի Սաֆարյանին փոքր ինչ պակասում էր, որպեսզի նախագիծ նախարարային փաստաթղթերը կազմավորվեին, դրա համար այդ բնակիչը ուներ սեփական տարածք, որի այդ բնակչի սեփական տարածքը մենք կադաստրով առել ենք այդ տարածքը, Հովհաննեսյանը որպես լեժավանի բնակիչ կարծում եմ, որ այդ տվյալ հողատարածքի չափի հետ հիմնականը։ Կամ կրչան, որ 16-ին, որտեղ դու ես դրան անուզանվել։ Ընդամենը մանկապարտեզ սարքելու համար։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ դեմ ձեռնպատ չկա, ասում են որակարգի հաջորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը արժույթ վաճառքի միջոցով օտարերի թույլատվություն տալու մասին։ Բյուջեով նախատեսված համապատասխան հոդվածի մուտքային մասն ապահովելու համար առաջարկում եմ ձեր համաձայնությունը առաջին կետով հարգելի ավականներ Վարդենի համայնքի սեփականություն հանդիսացող լուսակում բնակավերի երկրորդ փողոցի գրող 6 հասցեի արդյունաբերություն անդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական հասարակական օբյեկտների 2.0 հեկտար հողամասը օտարելու արժույթ վաճառքի միջոցով բյուջետային սահմանելով կադաստրային արժեքի 50%-ի չափով 1 քառակուսի մետրի համար 189 դրամ հողին 18-րդ կետի։ Երկրորդ կետով Վարդենի համայնքի սեփականություն հանդիսացող լուսակում բնակավի արտադրության անդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 2.75 հեկտար հողամասը օտարելու արժույթ վաճառքի միջոցով մեկնարկային սահմանելով կադաստրային արժեքի 50%-ի չափով 1 քառակուսի մետրի համար 189 դրամ 18-րդ գոտի։ Երրորդ կետով Վարդենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղամասար բնակավերի կենտրոնական սրճուղի 78 հասցեի բնակավերի նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0.10 հողամասը օտարել արժույթ վաճառքի միջոցով մեկնարկային հին սահմանելով կադաստրային արժեքի չափով 1 քառակուսի մետրի համար 141.9 դրամ 19-րդ գոտի։ Խոսքը ինչի մասին է վերաբերում, լուսակում բնակավայրում քարտեզագրում ժամանակին արել են կադաստրի վկայականը անել են, որպեսզի ինչ-որ օտարել կամ այո, ավելի շատ օտարելու նպատակով, բայց գործընթացը կային դիմել է տվյալ բնակիչը, որպեսզի այն ժամանակահատվածում որպես ատամնացի իր գործունեությունը, որպեսզի շարունակեն, հիմա մենք էլ մտցրել ենք ավականու նիստի, ամեն որպեսզի հողը չչանա, էրոզիայի չընթարկվի, տվյալ բնակչի որոշումը ուզում ենք կանացնենք օտարելով բյուջեներ փող հատկացնելու վերաբերել։ Իսկ մյուս գեղամասան բնակավերի հետ կապված իր հողատարածքները, իր տանքից շինությունները դրամատուրգում են, որպեսզի իր տան այդ տվյալ Այսինքն պարոն համայնքային սեփականությունն հանդիսացել, բայց մարդիկ իրապետել օգտագործել են, որքին երկուկատորներ այդ մարդիկ իրապետում մինչև հիմա օգտագործում են, բայց օրինական դաշտ չեն վերել, օդի մեջ են ձեզիկ իրապետում օգտագործում են, հիմա վերում են օրինական դաշտ, որպեսզի գինես Ինչպես գիտեք, ոչ միայն Վարդենի համայնքում, այլ բոլոր բնակավայրերում, որտեղ մեր ուսումնասիրության արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ տվյալ բնակավայրում պետք է ուսումնասիրություն կատարվի հողերի հետ կապված, դրա չափագրման աշխատանքների և դրա արդյունքում իհայտ են եկել երկու վայելահողեր, որոնք վարձակալությամբ տրված չեն եղել, բայց օգտագործում են ինչ-ինչ բնակիչներ։ Ուստի առաջարկում եմ տալ ձեր համաձայնությունը Վարդենի համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենի քաղաքի 1.5 հեկտար և 1 հեկտար գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վայրերով տրամադրելու վարձակալության մրցույթային կարգով 25 տարի ժամկետով 2-4-րդ կարգի վայրերողի համար տարեկան մեկնարկային գին սահմանելով 1 հեկտարի համար 3900 դրամ։ Հարգելի ավականներ, էլի նույն ոնց որ Սիմոնյան
լուսակում բնակավարի հետ է կապված, այս երկու բարելավողերը օգտագործում են Վարդենիսի բնակիչները, բայց օրինական դաշտ չեն եկել։ Հիմա այս դրա արդյունքում կդնենք մրցույթում մարտիրոտ ճանաչվի, կգա օրինական դաշտ եւ մեր պարտականությունները կատարի բյուջեի կապված։ Եթե առարկություններ կան, խնդրեմ, եթե չեք տեղեկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ դեմ ձեռնպահ չկա։ Հիմա 15 գրուպ են միջում, 15 գրուպից հետո 11 օրակարգի հաջորդ հարցեր։ Ներ ասում են օրակարգի հաջորդ հարցեր։ Վարդենիս համայնքի ակունք բնակավայրի եկեղեցունքից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համաձայնություն տալու մասին։ Ինչպես գիտեք, ակունք համայնքում եկեղեցիան կառուցվել է երկար առաջ, բայց աղագին աշխատանքներ մնացելու համար որի հասնենք այդ եկեղեցու աշխատանքները իրենց ավարտին, առաջարկում են տալ ձեր համաձայնությունը ակունք բնակավայրի եկեղեցու հարակից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի բարեկարգման աշխատանքները իրականացնելու։ Համայնքի վարչական բյուջեի 42-51 ընթացիկ լրացման ծախսերի հաշվին առաջարկում են թույլատրել բարեկարգման աշխատանքների իրականացումը ըստ ներկայացված նախահաշվային հաստատքների, որտեղ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 5.564.730 դրամ։ Քանի որ տարածքը համայնքային սեփականություն է, մենք խախշին աշխատողներին եւ հանձնաժողով ենք ստեղծել ընդհանուր ուսումնասիրության արդյունքում հաշվարկված է, որ ընդհանուր գումարը որտեղի դեռ վերականգնի տարածքը, տվյալ տարածքը, որտեղ մենք ուզում ենք վերանորոգել, կազմել է 5.564.000 դրամ։ Ուստի առաջարկում եմ տալ ձեր համաձայնությունը, որպեսզի կարողանանք այս գումարը տրամադրենք մրցութային կարգով, որպեսզի կարողանանք տվյալ տարածքը լիովին վերանորոգենք եւ աշխատանքները վերջացնենք ակունք եկեղեցու հետ կապված։ Կան մարդիկ, որ ուզում են որևէ առաջարկություն անեն։ Քանի որ հիմնականում հաշվարկած բյուջեի կապված հաշվարկած 5.564.000 դրամ, ուստի առաջարկում եմ վարվել հետևյալ կերպ։ Ես բարերարների միջոցով ճիշտ ասած խոսացել եմ, որպեսզի բարերարկա 100%-ով իր համաձայնությունը չի տվել, բայց որոշակի գումար քննարկման մեջ է, առաջարկությունը վերջնական հաստատվի, բայց ես ուզում եմ առաջարկեմ, որ ոչ թե 5 միլիոն, այլ ընդամենը տրամադրենք 1.800.000 մնացած աշխատանքների համար ես կխոսեմ բարերարների հետ մնացած աշխատանքների համար իրանք հնարավորին չափ տրամադրեն եւ ընդհանուր գումարը կսարքեն 5.564.000 եթե եկավ են խնդիրը, որ չկարողացան բարերարները տրամադրեն մնացած գումարը, այդ դեպքում նորից ավականանիստով, հաջորդ ավականանիստով էլի նորից նույն առաջարկության կմտնենք։ Հիմա ես առաջարկում եմ ընդհանուր համաձայնություն տալ 1.800.000 Համաձայն եք հաջորդ ավականանիստ։ Ներողություն եք 1.800.000-ը դիման նախագծման աշխարհային ծախսերի։ Հիմնականում աղազին գումարը գնում, նրա վերջնական հաշվարկված չի, դրա համար առաջարկում եմ մենք համայնքային բյուջեով տրամադրենք 1.800.000 դրամ, էլի նորից կրկնեմ, հիմա եթե բարերարը կարողացավ 5.564.000 դրամ տրամադրեց, մենք ուրեմն բյուջեի հետ կապված ոչ մի քննարկում չենք արել, բայց ելնելով այն հանգամանքից, որ բարերարը այս բանին խոսած է դա ոչ թե 5 միլիոն, այլ մոտ 3 միլիոնի կարգի, դրա համար ես առաջարկում եմ, որ մենք հաստատենք 1.800.000-ը, եթե բարերարը վերջնականապես հրաժարվի իր թվազդումարից, այն ժամանակ
այս 5 միլիոնի չափով են մնացած գումարային մասով, հաջորդ կամ այն մյուս հաջորդ ավականունիստով կմոդեն։ Իսկ հնարավոր թե ասենք այս գումարից չափով է հաստատում ենք, եթե բարի է ինչքան պակասար այնքան է ծախսենք, դե ես որ հաստատենք պարտադիր չի չէ այս կան ծախսել։ Հիմա ես շատ շահագրգռված եմ, որպեսզի ես այսքան գումար չտրամադրեմ, եթե նույնիսկ այս մի բարերարակ չկարողացավ ինչ-որ որոշակի գումար տրամադրել, ես քննարկում կանեմ մեկ այլ ուրիշ բարերարների հետ։ Հիմա խնդիր չէ, եթե ես չկարողացա վերջնական հասնեի այս գումարի չափին, մնացածը էլի կմտնենք ավականունիստով, ներկա մինչև այս գումարը չլինի, մենք ոչ մի աշխատանք չենք կարող կատարենք, դրա համար չեմ ուզում այդքան շատ բյուջեի հետ կապված այսքան գումար տրամադրեմ, 5 միլիոն 500,000, ուստի առաջարկում եմ ձեզ, որ հաստատեք 1 միլիոն 500,000, մնացածը հիմա եթե ես չկարողացա բավարարել այս ամբողջ գումարը, հետագայում նորից էլի կմտնենք մենք մեր հարցերը։ Ուստի առաջարկում եմ պարոն Զարյան, 1 միլիոն 800,000-ի կարգի դնում եմ քննարկության։ Ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Ասում են որակարգի հաջորդ հարցը։ Վարդենիս համայնքի Խաչատուրի բնակավայրի բնակիչ Պահլավնու Խաչատրյանին պատկանող ԳԱԶ 2103 մագնիսի ՍՍՊ համարանիշի ավտոմեքենայի տուտակապարքը օրենքով սահմանված մասնակից իջելու մասին։ Այգելի ավականների ընդհանուր գումարը կազմում է 171,354 դրամ, որից մայր գումարը 130,900 դրամ, տուժը 50,456 դրամ։ Առաջարկում են զիջել տուժը, մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Եթե առարկություններ կան, խնդրեմ, եթե ոչ քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի 13-րդ հարցին։ Վարդենիս համայնքի Գեղամաբակ բնակավայրի բնակիչ Վաղինար Ամդյանին պատկանող ԻԱՍ Օրվեստ մագնիշի ավտոմեքենաների և Օպել Տեստրավ մագնիշի ՍՍՊ համարանիշի ավտոմեքենաների գույքարկի տուտակապարքը օրենքով սահմանված մասնակից իջելու մասին։ Տեղեկացնեմ ձեզ, որ տվյալ բնակիչները Վաղինակ Անդրյանը 44-րդ պատերազմում զոհված հերոսի ծնող է, նրա ավտոմեքենաների ընդհանուր պարքը կազմում է 23,100 դրամ, իսկ անշարժ գույքի ապարքը 1,596 դրամ։ Առաջարկում եմ զիջել ընդհանուր գումարը 22,496 դրամ։ Եթե առարկություններ կան, խնդրեմ, եթե ոչ քվեարկություն։ Ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի հաջորդ հարցում 14-րդ։ Վարդենիս համայնքի Գեղամաբակ բնակավայրի բնակիչ Այդա Հակոբյանին պատկանող Volkswagen Touareg մագնիշի ՍՍՊ համարանիշի ավտոմեքենայի գույքարկի տուտակապարքը օրենքով սահմանված կարգով մասնակից իջելու մասին։ Ընդհանուր գումարը կազմում է 68,100 դրամ, նշեմ նաև, որ Այդա Հակոբյանը ևս 44-րդ պատերազմում զոհված հերոսի ծնող է, առաջարկում եմ զիջել ընդհանուր ապարքը 68,100 դրամ։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի 15-րդ հարցին։ Վարդենիս համայնքի Ակումբ բնակավայրի բնակիչ Արցախ Հակոբյանին պատկանող ՍՍՊ համարանիշի ավտոմեքենայի գույքարկի տուտակապարքը օրենքով սահմանված կարգով մասնակից իջելու մասին։ Ընդհանուր գումարը կազմում է 810,979 դրամ, որից մեր գումարը 720,178 դրամ, տուժը 90,801 դրամ, առաջարկում են զիջել տուժը և մայր գումարից 15%, մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Որքան ես դրակյանում ոչ բոլոր փաստաթղթերն է Արցախ Հակոբյանը ներկայացրել, իմ ձեռքի տակ են փաստաթղթեր, որոնք ես ժամադրեմ աշխատակազմին, որպեսզի ընդհանուր փաստաթղթերին կցվեմ, ասեմ, որ Արցախ Հակոբյանը մինչև հիմա զինծառայել է, պատերազմի մասնակից է, և ավելին նաև պարգևատրվել է մեդալներով, ու հատկապես ուշադրություն է արժանի Ռադիացիա մեդալը, որը ստացել է Արցախ Հակոբյանը 44-օրյա պատերազմի ընթացքում, և առաջարկում 10% բարձրացնենք 15% բարձրացնենք նորավելագրին շենին, որ կարող են ներկայացնել, որտեղ պետք է գնահատենք
Վիրավորում են Վիրավորում ստանալուց բացի արիության մեդալով պատկերավորված անձի հանդեպ մենք պետք է պատշաճ վերաբերում ցուցաբերենք եւ առաջարկս նաեւ կոնտակտը ձեր բոլորին հնարավոր ամենաբարձր տոկոսադրույթը կիրառենք եւ մատնենք։ Շատ լավ, խչեր մանես ասել։ Նույնը ինչ որ պարոն Շահնազարյանն ասել, բացի մասնակից վիրավորում ստացած, ինչը հիմա էլ ծառայում է։ Ընդհանուր պարոն Խաչատրյան, 350,000-ի կարգ Հարգելի հավաքականներ, առաջարկում եմ զիջել տուժը մայր գումարից 35%։ Այսինքն իշխանալ դուսկալի, Հա? իշխանալ գումարը կազմի։ 240-ը Զիջում ենք տուժը, իսկ մայր գումարից 35%։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ դեմ ձեռնպատ չկա։ Հասնում ենք օրակարգի 16-րդ հարցին, Վարդենիս համայնքի տողած բնակարանի բնակիչ Ռաֆայել Վարդանյանին պատկանող անշարժույթի գլխարկի մասով կուտակված ապարքը օրենքով սահմանված մասնակից զիջելու մասին։ Ընդհանուր գումարը կազմում է 201,667 դրամ, որից մայր գումարը 143,346 դրամ, տուժը 58,321 դրամ։ Առաջարկում եմ զիջել տուժը, մնացած պարտավորությունները մանրից հետո։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ, 17-րդ հարցը։ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Ծովինար Հոսեփյանին պատկանող ՎԱԶ 21-21 մագնուչի ՍՍ համարիշի ավտոմեքենայի գույքակը կուտակված ապարքը օրենքով սահմանված մասնակի զիջելու մասին։ Ընդհանուր գումարը կազմում է 200,921 դրամ, որից մայր գումարը 144,000 դրամ, տուժը 56,000 դրամ։ Առաջարկում եմ զիջել տուժը և մայր գումարից 20%։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Հասնում ենք օրակարգի 18-րդ հարցին։ Վարդենիս համայնքի աղոթանու 14 նոյեմբերի 2024 թվականի համայնքային շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու մասին համար 168 աղոթություններ փոփոխություն և գրանցում կատարելու մասին։ Հարգելի հավաքականներ, խոսքը վերաբերում է փոքր մասնիկ բնակավայրի հողատեսկերը վարձակալության տրամադրելու մասին 2002 թվականի հունիսի 8-ին հասկացած մասնիկներով անվաներ ճանաչելու վերաբերյալ դատարան հայտ ներկայացնելու։ Անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով լիազորել հավաքականու երկու անդամներին համայնքային շահերը դատարանում պաշտպանելու համար։ Առաջարկում եմ Վարդենիս համայնքի հավաքականու 2024 թվականի նոյեմբերի 14-ի համայնքային շահերի պաշտպանության համար դատարան հայտ ներկայացնելու մասին համար 168 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումներ։ Որոշման առաջին կետի վերջակետ կետադրական նշանից հետո գրանցվել լիազորել Արոն Խաչատրյան խմբակցության հավաքականու անդամ Մերի Խաչատրյանին և քաղաքացիական պայմանագիր խմբակցության հավաքականու անդամ Արմինե Աղաջանյանին համայնքային շահերի պաշտպանության հայտ ներկայացնելու համար բարելավում։ Սա արդեն ծանոթ տվյալ հարցի հետ կապված չեմ ուզում դեր նոմրեմ ասեմ, եթե առարկություններ, առաջարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեր ժամանակ չկա։ Հարգելի հավաքականներ հասկանում են օրակարգի հարցերը, օրակարգի հարցերի սպառնություն, բոլորի շնորհակալություն և